Ողջույն ձեզ, քույրեր եւ եղբայրներ։ Այսօր մեծ եղերնու օրն է։ 111 տարի առաջ Օսմանական իշխանությունը սկսեց մի գործընթաց հայ ազգի հանդեպ, որը ի վերջո բերեց մեծաքանակ դաժան զոհերի եւ դաժանաբար սպանվեցին մեր պապերը, մեր տատիկները եւ այն ժամանակվա երիտասարդությունը վերացավ։ Այն ժամանակվա մեր կանանց մի մասը ընկավ թուրքական հարեմները։ Մենք այն ժամանակ Օսմանական պետության մեջ իրավունք չունեինք, որ զենք կրենք, չնայած իրանց քաղաքացին էինք, իրավունք չունեինք ինչ-որ միտեղ միջոցառումների մասնակցեինք, իրավունք չունեինք եւ իրականում ոչ մի իրավունք չունեինք։ Շատ նման է այսօրվա մեր իշխանության պահվածքին մեր հայ ժողովրդի հանդեպ, որ իրավունք չունի խոսալ, իրավունք չունի ինչ-որ մի բան անի, իշխանության դեմ դիտողություն անի, իրավունք չունի մեր երկրի ղեկավարին ասի դու սխալ ես։ Նույն բաները եղել է այն ժամանակ, ամբողջ օրը անօրինականություն Հայաստանի Հանրապետության մեջ, սպանություններ, արդարության բացակայություն, գրպանի դատավորներ, դատախազներ եւ քննիչներ։ Ես ասել եմ, փառք Աստծո մեծ մասը այդպեսին չեն, որոշ մարդիկ հրաժարվում են։ Ամեն ինչը մտցրել է իր գրպանը։ Շատ նման է։ Գիտեք, ցեղասպանությունը չի լինում միայն զենքի միջոցով, ցեղասպանությունը լինում է այդ թվում հենց այն քաղաքականության միջոցով, որ այսօր փորձում է տանել մեր երկրի իշխանավորը, ասելով, որ պատմությունը ուրիշ է, ասելով, որ պետությունը դա հայրենիք է, որ անհամատեղելի բառեր են, բառարանում չի կարա լինի դա, ասելով, որ Արցախը Ադրբեջան է, ասելով, որ Արարատ սարը դա մեր սիմվոլը չէ, դա էլ է ցեղասպանություն։ Ու դեռ հարց է, ֆիզիկական ցեղասպանությունն է ավելի դաժան, քան այն ինչ որ արվում է այսօր մեր իշխանության կողմից, մեր քաղաքացու հոգու հետ կապված։ Առաջինը լսում եմ, որ խի վառիկ Թուրքիայի դրոշը։ Այսօրով կարար չեմ երկու օր սպասեր։ Չեմ հասկանում։ Խոսում է, որ ցեղասպանություն այն ժամանակ տեղի ունեցավ, որտեղ գերպետությունները օգտագործում էին հայ ժողովուրդ, չէ։ Դու ես այսօր օգտագործում հայ ժողովուրդ, դու ես օգտագործում հայ ժողովրդի պատմությունը, որ գերտերությունների դեմ կզես եւ մեզ էլ հետդ կզցնես։ Փառք Աստծո, աշխարհը այսօր եվրոպացիները, ռուսները, ամերիկացիները եւ մյուսները այսօր ցավակցում են հայ ժողովրդին։ Ինչ է կստացվում։ Դու ինչքան էլ գլխիցդ վերև թռնես, միևնույն է, վերևը կա մի չափալախ, որ կտնելու է ամեն ինչ իր տեղը։ Եղեք մեր հետ եւ էլ չի լինի եղերնի։ Եղեք մեր հետ եւ միայն ու միայն խաղաղություն է լինելու։ Եղեք մեր հետ եւ արցախցիները վերադառնալու են Արցախ։ Եղեք մեր հետ եւ մենք ապրելու ենք իսկական արդար պետության մեջ, որտեղ դուք կարող եք քննադատել ցանկացած մարդու եւ չվախենալ, թաքուն չխոսալ։ Մեր հետ եղեք։ Շնորհակալություն։